Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ անոր ընկերակցող Բադվիրագությանի բադիվ երեկոյան Անտիլիասի վեհարանի տահլիջին մեջ տեղի ունեցավ ընդունելությունը հրավերով նորին Սուրբ Օծություն դերդեր Արամ առաջին վեհապար Հայրաբեդին, որ իր ողջույնի հայրաբեդական խոսքի մեջ նախտիդել դվավ, որ Արցախի լինելության քոյաբայկարը ամբողջ հայազգին համար եղավ ճակատագրական ու անգյունաթարցային պատմական իրադարձությունը։ Իր խոսքի մեջ Արամ վեհապար շեշտեց արցախցիներուն բարոր կյանքի ապահովման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքին փառքավաճման ծրագիրներու հաջողության կորձոն մասնակցություն բերելու կարեւորությունը։ Չի բավեր սակայն միայն ուրախանալ իդես Արցախի ինքնիշխան քոյության, չի բավեր միայն հբարդանալ ըսելով, որ մեր ժողովրդի զավակները իրենց արյունով ազատագրեցին Արցախը։ Անհրաժեշտ է, որ մենք ավելիով մասնագիծ դառնանք Արցախի այս անգամ հզորացման աշխատանքին։ Ճիշտ է, ազատագրական պայքարը արյան նահատակությամբ վճռական է ժողովրդի կյանքերս, սակայն ազատագրական պայքարով ցկվածը անհրաժեշտ է պահել։ Ազատագրական պայքարը միայն արյունով չի կատարվիր, այլ արյունով իրագործված մեր ժողովրդի հավաքական կամքը այսօր մենք պետք է առավել հզորացումով Արցախյան պայքարին շարունակենք պահել Արցախը որպես ինքնիշխան երկիր Հայաստանին գից։ Սիթյուրին չեղավ Արցախը ազատագրելը։ Մեր ժողովրդին համար այսօր նվիրական պարտավորություն է ազատագրված Արցախը հզորացնել։ Եվ Արցախը կհզորանա, երբ մեր ժողովրդի զավակները հոն մնան, գարչած մնան հողին։ Մեր ժողովրդի զավակները որպեսզի հոն մնան, անհրաժեշտ է մեր ժողովրդի զավակներուն այնպիսի պայմաններ ընձայել, ընկերային թե տնտեսական, նվազագույն պայմանները թեկուզ, որով կարելի է լա մեր ժողովրդի զավակները հոն պահել Արցախի մեջ, սերտորեն կապված Արցախի հողին, ջուրին, մշակույթին, երկրին։ Ապա խոսք արավ վարչապետ Հարությունյան, որ նկատել տվավ, թե պատահական չէ, որ Արցախի պարգևաճման ծրագիրներուն զարկ տալու այս առաքելությունը ընթացք կառնել Լիբանանեն, որ քոյաբայկարին առաջին իսկորեն կանգնեցավ կողքին արցախցիներուն եւ արյամբ ու տարբեր միջոցներով մեծ ներդրում ունեցավ հողի ազատագրման պայքարին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը ապա խոսեցավ աշխատանքներուն մասնակցելու կարեւորության մասին։ Մեր հայրենակիցների մասնակցությամբ Արցախ ֆոնդի տղաների, մեր հայրենակիցների ամիջական մասնակցությամբ մասնակցել Արցախի տնտեսության զարգացման ծրագրին։ Իհարկե առաջկա 1-2 օրվա մեջ մենք հնարավորություն ենք ունենալու բոլորի մանրամասը ներկայացնել, իհարկե ովքեր ցանկություն են ունենալու, ինչ մեխանիզմներով, ինչ քայլերով կարող ենք դառնալ մասնակիցը։ Բացի դրանից մենք նախատեսում ենք հետագայում եւ Արցախ ֆոնդի եւ մեր դեսպանությունների, Արցախի եւ Հայաստանի, իհարկե թույլ տվեք Արցախի եւս անվանել դեսպանություն, որտեղ մենք այդպես ենք կոչում, ավելի հետեւողական լինել եւ այս ծրագիրը դարձնել պարբերական։ Մենք պետք չէ սահմանափակվենք միայն այս 2-3 օրերով, այլ մենք պետք է շարունակական բնույթ հաղորդենք եւ պետք է հետևողական լինենք, որ մեր բոլորիս պարտքն է եւ Արցախում ապրող եւ Հայաստանում եւ Սփյուռքում տեր կաղնել Արցախի հաղթանակին։ Եթե մենք տեր չկաղնենք Արցախի հաղթանակին, դա ձեռք ենք բերել համայն հայության ուժերով եւ համայն հայության ուժերով պետք է տեր կաղնենք այդ ծանր, որը ոչ պակաս կարևոր, ոչ պակաս ծանր է իր բաներով, էությամբ
գործնեությանը։